Քնած ժամանակ մարդը իր ձեռքում չենք։ Քնած ժամանակ նա տիեզերքի ազդեցության տակ է եւ ճշմարիտ իսկականը դա է։ Առաջինը երազներն են հուշում մարդուն, որ իր մոտ ամեն ինչ կարգին չէ։ Դրա համար չհետևել երազների միամտություն է առնվազն։ Ինչ process է տեղի ունենում երազին, ճիշտ է, հոգեբանական առումով բարդ է, դժվար է, որտեղ մարդկությունն այսօր չի ճանաչում իր սեփական օրգանիզմը։ Երբ մարդը պարկում է քնելու, անկողնում մնում է միայն ֆիզիկական եւ եթերային մարմինները։ Աստեղային մարմինը վերադառնում է աստեղային աշխարհ, որը հենց համարվում է երազների հայրենիքը։ Այնտեղ լինում են ոչ միայն երկրից գնացած աստեղային մարմինները, որ մեզնից յուրաքանչյուրի մեջ կա, այլ մնացած աստղերից էլ են գալիս։ Խնդիրը հենց դրա մեջ է, որ այդ մարմինները այդ աշխարհում աստեղային են համարվում։ Երբ արեգակը, ցերեկը ղեկավարում է ամբողջ արեգակնային համակարգը, բոլոր մոլորակների հետ կապված, իսկ գիշերը զբաղված է մարդկային գիտակցության մշակմամբ։ Այսինքն երազները նպատակ ունեն, աննպատակ ոչ մի երազ չկա։ Այդ երազներով, երազների օգնությամբ մարդու գիտակցությունը տանում է զարգացման։ Ոչ թե հոգևորը, այլ գիտակցությունը։ Այն բոլոր կասկածները, այն բոլոր երևույթները, որ ներկայացվում է, մասամբ իր մեջ պարունակում է ճշմարտություն, բայց որտև մարդիկ եւ թեկուզ այն մարդիկ, ովքեր հետաքրքրվում են դրանցով, ինչ որ բաներից էլ անտեղյակ են, այսինքն տեղեկացված չեն գիտության նոր առաջընթացից, դրա համար կարող են ուրիշ կերպ մեկնաբանել։ Խնդիրը նրանում է, որ երազները երբեք գաղտնիք չեն եղել, այդ մենք չենք իմացել։ Իսկ այսօրվա վիճակում, այո, այսօրվա վիճակում ամեն ինչ հայտնի է։ Նա մի երևույթ է, որ խիստ անհրաժեշտ է կենսաբանական եւ հոգեբանական տեսանկյունից։ Ինչու է անհրաժեշտ։ Մարդը երկրագնդի վրա հայտնվելուց հետո պետք է ապրի երկու կյանքով, երկրային եւ երկնային։ Մարդը այսօրվա վիճակում մոռացել է երկնայինի մասին, ապրում է միայն երկրային կյանքով։ Իսկ երազները մեր երկրորդ կյանքն է, ինձ համար գոնե ավելի առաջնային, ավելի իրական, քան երևակայական։ Այսինքն դուք գիշերը երազում ինտենսիվ կյանքով եք ապրում։ Ես 80 տարի արդեն ապրում եմ դրանցով, եւ եթե այդ տեղեկությունները չունենայի, ես ոչ մի հաջողության իմ գործի մեջ չէի հասնի։ Տիկին Էլիա, ներեցեք, ես ձեզ չներկայացրեցի ինչպես հարկն է։ Տիկին Էլիա Հովհաննիսյան, ակադեմիկոս, մաթեմատիկոս, աստղաբան, եւ մի փոքրիկ հարց, 80 տարի է ինչ զբաղվում եք, թե 80 տիկին Էլիա, քանի տարեկան եք։ Իմ ամբողջ կյանքը, ինչ գիտակցական կյանքով ապրել եմ, այդ ամբողջ ընթացքում օգտվել եմ իմ երազներից։ Եթե դրանք չլինեին, ես ոչինչ անել չէի կարողանա։ Ինձ նրանք օգնում են։ Դա մարդու կապն է տիեզերքի հետ։ Օրինակ ունեցել եք կանխագուշակող երազներ։ Անթիվ բազմությամբ ամեն օր ունեմ ես դա։ Իմ ամեն մի քայլը, իմ ամեն գրքի վերնագիրը ես ստանում եմ երազներով։ Եվ բավական է միայն վերնագիրը, որ ես իմանամ ինչի մասին են ուզում, որ գրվի։ Խնդիրը նրանում է, որ մարդը այն ինչ տեսնում է, վերաբերվում է միայն եւ միայն իրեն։ Երբ այնտեղ տեսնում է երազում կողմնակի մարդկանց, ուրեմն այդ մարդիկ նրա հետ ինչ որ կապ ունեն, ինչ որ կապով բացատրվում է ինչ որ քայլեր։ Միևնույն է, այդ մարդը ինչ որտեղ, ինչ որ հարցով իր հետ կապի մեջ է, այսօր չէ վաղը կհանդիպի,